Պատվականը հերթական թողարկմամբ շարունակում է աշխատանքը եթերում վերագրես համարոտ ներկայացվելուց թեմաներից մի քանիսի մասին։ Աղետի տխուր վիճակագրությունը Պորտոպրենսի եղբայրական գերեզմաններում թաղվել է արդեն 7000 մարդ։ Սանիտարական վիճակը Աղետյալ քաղաքում մասնագետների գնահատման պահավոր է։ Փրկարարները մեծ դժվարությամբ են ժամանում երկիր։ 20 տարի անց 2 տասնամյակ առաջ այս օրերին Բաքվի փողոցներում մոլեգնում էր գազազած ազերիների կողմից իրականացվող ցեղասպանությունը։ Տարիներ են անցել, սակայն բռնի տեղահանվածների հիշողությունները դեռ թարմ են։ 325 զոհ, այսքան մարդ է մահացել Հայաստանում 2009 թվականին ավտոճանապարհային պատահարների հետևանքով։ Ցավոք 2010 թվականը վատթարություն չէ։ Հունվարի 1-ից 15 արձանագրվել է 79 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 7 մարդ, 124-ը վիրավորվել։ Արևի խավարում 2010 թվականի առաջին խավարումը որևէ անակնկալի պատճառ չեղավ։ Ինչ վերաբերում է լուսատուի խավարման ազդեցությանը Հայաստանում, ապա այն որևէ կերպ չի զգացվել։ Դժբախտ երջանկություն, ավիաաղետը, որ տեղի ունեցավ անցյալ տարի Միացյալ Նահանգներում, կարող է դժբախտության պատճառ դառնալ հարյուրավոր մարդկանց համար, մինչդեռ այն երջանկություն բերեց բոլոր ուղևորներին, իսկ նրանցից երկուսին հասցրեց պսակադրության։ Այսպես նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայիթիի նախագահ Ռենե Գարսիա Պրևալին այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը բազում ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել տուժածներին։ Հայիթիի ողբերգությունը առաջ չափազանցնելու միավորել է ամբողջ աշխարհը։ Միջազգային հանրությունը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել այդ երկրին։ Տասնյակ երկրներ ու կազմակերպություններ մարդասիրական բեռներ, ֆինանսական օգնություն եւ փրկարարական ջոկատներ են ուղարկում աղետի գոտի։ Մայրաքաղաք Պորտոպրենսում ոչ խմելու ջուր կա, ոչ էլեկտրականություն։ Վիրավորները մահանում են հենց փողոցում։ Պլատակների տակ հազարավոր զոհվածներ կան։ Չեն բավականացնում դեղամիջոցներն ու բժիշկները։ Միջազգային օգնությունն այսօր այս փոքրիկ աղքատ երկրի միակույսն է։ Հայիթիում քաղաքական իրավիճակը կայունացնելու համար ստեղծված ՄԱԿ-ի առաքելությունն այսօր հաստատել է իր 36 աշխատակցի մահը կղզում տեղի ունեցած կործաներար երկրաշարժի հետևանքով, նշելով, որ նրանց թվում էին ինչպես խաղաղապահներ, այնպես էլ քաղաքացիական ծառայության աշխատակիցներ։ Եվս 73 ծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 160-ը համարվում են անհայտ կորած։ Այս մասին տեղեկացնում է առաքելության ներկայացուցիչը։ Հայիթիում 2 օր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո զոհերի, վիրավորների եւ անհայտ կորածների թվի մասին դեռևս դժվար է որևէ գնահատական տալ։ ՄԱԿ-ի առաքելության հաշվարկներով երկրաշարժից զոհվածների մոտավոր թիվը կարող է հասնել 100,000-ի։ Նախորդին Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելրիֆի խոսքերով զոհերի թիվը հավանաբար գերազանցել է 100,000-ը, իսկ երկրի սենատի անդամներից մեկը նշել է, որ զոհերի վերջնական թիվը կարող է լինել նշված թվից 5 անգամ ավելին։ Միջազգային Կարմիր խաչի փորձագետների տվյալներով զոհվել է 45-ից 50,000 մարդ, սակայն այս ամենի հետ մեկտեղ պաշտոնական եւ ավելի ճշգրիտ հաշվարկներ չեն կատարվել։ Հայիթիում քանդվել է ամեն երրորդ տունը, հայտնում են ականատեսները։ Աղետի գոտում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Բոլդուկը հայտնել է, որ այս պահի դրությամբ Հայիթին խմելու ջրի, դեղորայքի եւ այլ հումանիտար օգնության մեծ կարիքն ունի։ Նա հայտնել է, որ ՄԱԿ-ը սկսել է սննդամթերք եւ խմելու ջուր բաժանել Հայիթի բնակչությանը, սակայն այս գործընթացը վերահսկման կարիք ունի։ Նա հայտնել է, որ արտերկրից հումանիտար օգնությունը հասնում է մեծ քանակներով եւ այն կբավականացնի առաջիկա 1 ամսվա ընթացքում։ Ինքնաթիռները վայրէջք են կատարում անընդհատ եւ որպեսզի ավելի լավ համակարգել ստացվող հումանիտար օգնությունը, ՄԱԿ-ի առաքելությունն իր կենտրոնակայանը տեղակայել է հենց օդանավակայանի մոտ։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ Միավորված ազգերի կազմակերպությունն արտակարգ իրավիճակներին արձագանքելու կենտրոնական ֆոնդից աղետի հետևանքները վերացնելու համար տրամադրել է $10 միլիոն։ Այլ դոնորների ցանկում են Համաշխարհային բանկը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան $100 միլիոն, Կանադան $97 միլիոն։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցել 2 ուժեղ երկրաշարժ 7 եւ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ։ Աղետի հետևանքով հողին են հավասարվել Հայիթիի գրեթե բոլոր կարևոր նշանակության կառույցները եւ բնակելի տները։ Աղետից առավել տուժած գոտին երկրի մայրաքաղաք Պորտոպրենսն է։ Հիմնովին ավերվել են երկրի նախագահական նստավայրը, ՄԱԿ-ի առաքելության շենքը, բազմաթիվ հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ եւ ոստիկանական բաժանմունքներ։ Հայիթիին շարունակում ժամանել փրկարարներ տարբեր երկրներից։ Աղետի գոտում գտնվող փրկարարներ աշխատում են նաև գիշերը, նրանց օգնում են հատուկ վարժեցված շներ, փլատակները մաքրելու նպատակով օգտագործվում է համապատասխան տեխնիկա։
Բարդ է իրավիճակը Հայիթի ուղարկվող հումանիտար օգնության հետ, քանի որ այն մեծ դժվարությամբ է հասնում աղետից տուժած հայեցիներին։ Ի լրում այն հաղորդագրությունների, որ երկրի մայրաքաղաքի օդանավակայանը ծանրաբեռնված է, ավելացավ նաև թռիչքների ղեկավարման աշտարակի փլուզման մասին լուրը։ Տարբեր երկրներից ժամանած փրկարարները սպասում են Հայիթիից 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքի Սանտո Դոմինգոյի օդանավակայանում, որպեսզի նրանց թույլ տրվի այստեղ բերած օգնությունը հասցնել հայեցիներին։ Բուժօգնության բացակայության պատճառով բնակավայրերի սանիտարական վիճակը սկսում է վտանգավոր դառնալ, քանի որ դա համաճարակի առաջացման և տարածման աղբյուր է։ Ուշացող բուժօգնության և սննդամթերքի պատճառով, որպես իրենց բողոքի արտահայտում, մարդիկ սկսել են փողոցներում դիակներից բարիկադներ կառուցել։ Ռուս փրկարարները մինչ այդ երկու տղամարդու են հայտնաբերել Պորտոպրենսի փլուզված շենքերի մեկի փլատակների տակ, ովքեր դեռևս ողջ էին։ Այժմ փրկարարները փորձում են նրանց դուրս բերել փլատակների տակից։ Ռուս փրկարարները ՄԱԿ-ի առաքելության կողմից կենտրոնացվել են երկրի նախագահական նստավայրից ոչ հեռու։ Այս պայդրությամբ դեպի փլատակներ ուղևորվում է հատուկ տեխնիկա։ Տվյալ վայրում աշխատում է 10 ռուս փրկարար։ Այսօր Հայիթիից Ֆրանսիայի Օրլի օդանավակայան է ժամանել ֆրանսիացի փրկվածների 145 մարդուց բաղկացած երկրորդ խումբը։ G20 ցավակցական ուղերձ է եղել երկրաշարժից տուժած Հայիթիի բնակչությանը կործանարար երկրաշարժի կապակցությամբ։ 20-յակ իր անկեղծ ցավակցությունն է հղում զոհերի ընտանիքներին հունվարի 12-ի կործանարար երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած փլուզումների կապակցությամբ։ 20-յակի պետությունները պատրաստական և վճռական են Հայիթիի բնակչության համար ուղարկել առաջին անհրաժեշտության տնտեսական և նյութական օգնություն։ Շարունակում ենք թողարկումը։ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը սկզբունքային հարցերի շուրջ միշտ հստակ է ու չփոփոխվող։ Այոն այո է, ոչը ոչ, վստահեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ու լրագրողներին ներկայացնում Հանրապետական կուսակցության և իր մոտեցումները ստորագրված արձանագրությունների, սահմանադրական դատարանի որոշումների, Սերգեյ Լավրովի 3 արված հայտարարությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, այդ թվում իշխանությունների։ Սահմանադրական դատարանի որոշումը գնահատում են դրական եւ այն սպասելի է։ Էդուարդ Շարմազանովը մեջբերեց նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 10-ի հայտնի ուղերձից կարևոր հատված՝ արձանագրությունների որոշ նմանությունների վերաբերյալ։ Այս հարաբերությունները չեն կրկնում այս կամ այն պայմանագիրը, սրանք նոր հարաբերություններ են, ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների հաստատում են եւ երկկողմ հարաբերություններ են։ Բանախոսը կարևորեց սահմանադրական դատարանի որոշումը Հայաստանի միջազգային դերի բարձրացման ընդհանուր համատեքստում։ Հայաստանը այս 1.5 տարվա ընթացքում ավելի վստահելի պարտներ դարձավ միջազգային հանրության համար, քան նույն Թուրքիան։ Ժամանակն է, որ Թուրքիան ցույց տա իր իրական դեմքը, ասում է Էդուարդ Շարմազանովը։ Այն կամ պետք է ներկայանա իբրև ժողովրդավարական երկիր, կամ ցույց է տալու դրա իմիտացիան։ Երբ որ Դավիթօղլուի դոկտրինի մեջ ասում է, որ զրո պրոբլեմ հարևանների հետ, այսօր բազմաթիվ խնդիրներ ունի արդեն, խնդիրներ ունի, թե Իսրայելի հետ ունի, թե քրդական խնդիրներ։ Թուրքիան իմիջի խնդիր կա ամբողջ աշխարհում, ինքը շանս ունի վավերացնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ապացուցել, որ ինքը իրական ուզում է զրո պրոբլեմ հարևանների հետ։ Բանախոսը համենից չէ այն կարծիքին, թե Թուրքիան այսօր ավելի շահեկան վիճակում է, քան Հայաստանը։ Նման կարծիքին նա չի հանդիպել միջազգային ոչ մի վերլուծության մեջ, որը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է։ Ասվածի ապացույցն է ոչ պատահական արված հայտարարություններն ու Սերգեյ Լավրովի վերջին անդրադարձն այս խնդրին։ Պատահական չէ, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Հայաստանում գերեկ Երևանում լրագրողների ներկայությամբ ասում է, որ բնականաբար իրենց համար ավելի կարևոր չէ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, քան Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը անդրադարձավ քննարկումների առարկա դարձած նախապայմաններին ու վերապահումներին։ Եթե այդ արձանագրություններում մենք տեսնեինք նախապայմաններ, ապա այդ արձանագրությունները չէին ստորագրվի։ Երկկողմ հարաբերություններում տրամաբանական չէ եւ ընդունված չէ միջազգային պրակտիկայում իրականացնել վերապահումներ։ Սուսաննա Հովհաննիսյան, Արշակ Մարտիրոսյան, Արմենիա հեռուստաընկերություն։